Մոտենում է 2013 թվականը։ Ամանորյա հեքիաթային տրամադրությունը պատել է ամբողջ աշխարհը։ Երկրագնդի տարբեր անկյուններում մարդիկ պատրաստվում են դիմավորել նոր տարին։ Քաղաքներում եւ գյուղերում մարդիկ զարդարում են տոնածառերը, լուսավորում են փողոցները, մանուկները նամակներ են գրում ձմեռ պապիկին, որը ապրում է հեռավոր Լապլանդիայում։ Երկիր մոլորակի տարբեր ծայրերում հնչում է ավանդական Jingle Bells-ը եւ երբեք չհանացող Աբբայի Happy New Year երգը։ Մարդիկ ուրախ են, զվարթ, լցված նոր հույսերով եւ նպատակներով։ Մի խոսքով, համայն մարդկությունը սպասում է ամանորյա հրաշքին։ Իսկ այդ ժամանակ Հայաստանում, ավելի կոնկրետ Երևանի Արեշ թաղամասում, իսկ ավելի կոնկրետ Կարագյոզյանների ընտանիքում նույնպես պատրաստվում են ամանորին։ Ուղղակի մի քիչ այլ տրամաբանությամբ։ Արա, այ համբալ, դու որտես տեսեք կիլոն 12,500 դրամով բուտ, գոնե թարմա։ Թարմը որն է, որ մոտ ես համասավաճարի սեղանին հարցեցի թարմա, խոզը անձան պասեց հա, ու իրա բուդը կտրեց տվեց ինձ։ Համբալն էլ տատը տաջիկար։ Ես ինչ հեքիաթներ ես ինձ պատմաձիկ։ Վայ լուրջ եմ ասում, շատ ընտիր առանձնահատուկ բուդ է։ Արա դե Հայաստանում բդի առանձնահատուկը որն է, սա բդն էլ նույնն են, նույն չափի, նույն համի, անես տպավորություն է, որ Հայաստանում մի հատ մեծ 5000 բդանոց խոզ ապրում ու ամեն նոր տարվա դեմը այդ խոզից այդ բդերը պոկում ծախում են, պոկում ծախում են։ Լավ ես բուդելը մի կողմ, ես պոպոկներ են չէ ես համարը կալ է։ Ցայտայեմ 6 տարի պոպոկը անես թանք էր, որ որոշեցի համարակալ եմ, որ մինչև նոր տարի ոչ ոք շուտի։ Իմիջ այլոց 8-ը արդեն մեկը ինչ-որ ստիրից արեք երել է։ Աջիկ դու պատկերացնում ես իմ ամանորյա ողբերգությունը։ Ես քեզ տվել եմ 300,000 դրամ փող, ու այս պայի դրությամբ մենք ունենք մի հատ բուդ ու 23 թվի վրա վերջացող պոպոկ։ Պրիչոմ ուցնել մեկը տիրի տար է։ Էդ հալա ինչ աջիգար, մարդիկ իշխանձուկը ավելի թանկ գնով են առնում, քան ռյալը Կրիշտիանու Ռոնալդուին։ Արա սենց բան կլնի, այսքան փող ես ծախսում ու ամեն տարի նույն բանը, խոզի բուտ, ստալիշնի, մի հատ ես բլինչիկը փորձեք չարաս, խոզի բուտ, ստալիշնի, մի հատ ես բլինչիկը փորձեք չարաս, խոզի բուտ, ստալիշնի, մի հատ ես բլինչիկը փորձեք չարաս, մի հատ ես բլինչիկը փորձեք չարաս, խոզի բուտ, մի հատ տաքսի պատվեր կընդունեք, ինչ եղավ տաքսին, արայ համբալ ինչ եղավ տաքսին, այա ուր է տաքսի, խոզի բուտ, չարաս, խոզի բուտ, չարաս, թթյարախ, սաղըլենք, խոզի բուտ, ստալիշնի, թթյարախ, սաղըլենք, խոզի բուտ, չարաս, թթյարախ, 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 մի հատ թեշտը բերեք։ Ու նոր տարին վերջանում է հենց այդ թեշտի մեջ, մի հատ մեծ, խոլեստերինով ու կալորիաներով հարուստ, մեգա Զուլել առավոտից նստած տելևիզոր ես նայում, չես տենում չեմ ասնում, մի բանով ձերքցի օգնի շուտ պրծնեմ։ Դու ինքդ առաջարկեցիր, որ ամանորը դիմավոր ենք բեսեդկայում, ինքդ առաջարկեցիր, ինքդ էլ տակից դուրս արի։ Ես եմ մեղավոր, որ ուզեցել եմ մեր կենցաղը ավելի բարեկեցիկ դարձնեմ։ Ես ուլել չես տենում չեմ ասնում, մի բաները շուտ պրծնենք, ես որ որով եմ համատ ու պապաս գալու են։ Մի քիչ կամաց, հարևանները գլսեն։ Թող լսեն, այսքան տարի ամեն ինչ սուսուբուս տարել են, բայց արդեն ստեղը սա ասեն։ Ուրիշի բեսեդկեքում ամեն ինչ արը վերջացել են, նստած նոր տարվա հաղորդումներն են նայում, ես կը չեմ հասցրեմ սալատները վերջացնեմ։
Այ մնարավորությունն էլ այսքան է։ Դուրը չի գալի վեշերը թավակի ռադդ քաշի օրդ տուն։ Ու կգնամ։ Գնա։ Առավոտ որ Վարսավյանոց չետայր ամեն ինչ էլ կհասցնեիր։ Ապեր անկեղծ ասած ես էլ եմ հոգնել այդ միապաղաղ հայկական նոր տարիներից։ Մենք կարող ենք այս տարի ինչ-որ էքսպերիմենտալ ձևով դիմավորել մեր նոր տարին, ինչ-որ մի երկրի պես։ Օրինակ Բուլղարիայում հենց խփում է ժամը 12-ը, լույսերը անջատում են եւ բոլորը միմյանց համբուրում են եւ ոչ ոք չի իմանում թե ով ում համբուրեց։ Լավ ավանդույթ է, չէ՞։ Ես համաձայն չեմ բուլղարական ձևով դիմավորեմ նոր տարին։ Բայց ինչի։ Դե որովհետև որ լույսերը անջատեցինք, ես կամ քեզ պետք է պաչեմ կամ ջեմային։ Լավ, առաջարկեմ շոտլանդական ձևով։ Շոտլանդացիները հենց խփում է ժամը 12-ը, տան դուռը բացում են, որ հին տարին գնա եւ նրա փոխարեն գա նոր տարին։ Արա դու որ գիշերվա կեսին ես ցուրտ ձմռանը դուռը բացեցիր, տունը սարցրիր։ Շոտլանդացիք են մեր գազի փողը տալու։ Լավ, ուրիշ տարբերակ առաջարկեմ։ Դիմավորենք նոր տարին իտալացիների պես։ Ուրեմն մինչև նոր տարին իտալացիները տնից դուրս են շփորտում բոլոր հին իրերը։ Հին կահույքը, հին սպասքը, հին կոշիկները։ Այ իտալացիների նոր տարին դուրս եկավ։ Ես ինչ ես անում այս հայտանեմ։ Ոնց, դու չասեցիր, որ իտալացիները նոր տարուց առաջ շպրտում են դուրս իրանց բոլոր հին իրերը։ Ես էլ ըստ այդ ավանդույթի որոշեցի շպրտեմ իմ բոլոր հին իրերը։ Բարև ձեզ։ Դուք նամակ ունեք։ Շնորհակալություն, ստեսություն ձեզ։ Ձեր գալիք նոր տարին շնորհավոր։ Լոտո զմեր պապ։ Բարև Կոլյաձա, որ խնդրեմ հեռախոսի մոտ կփոխանցես հալալին։ Կոլյաձա, մի վարքյան կլսես։ Մենք կարանք որպես տղամարդու հետ խոսանք։ Հա, հասկանում եմ, ինչ ասում եք ճիշտ եք ասում, բայց այդ որ մի բեսեդկայում վեճեր չեն լինում։ Դա արդեն մեր անձնականն է, ինձ թվում է մենք իրար կհասկանանք, ասում եմ այդ հեռախոսը տուր դրան։ Ոնց տունը չի։ Բա ուրա գնաց է։ Խոստացի, որ երբեք ոչ մի տեղ չես գնա ու ինձանից չես նեղանա։ Անասուն։ Խոսք եմ տալիս։ Իշի, կենցաղի իզորու չես սպանել իսկական ընկերությանը, համաձայն ես հալալ։ Իհարկե, ուղղակի միջև նոր տարին քիչ ժամանակ է մնացել։ Արի դու ես լամպուշկի վրի փոշիները սրբի, ես միջև ես սալաթը վերջացնեմ։ Ոնց ասես ցավը տանը։ Surprise! Լեղա չակարիր այ համբալ։ Այս մեղավոր եմ, որ համբալը տատատա ու իրոք մեջը գրած է Surprise!
Արա ոնց կարա տես գորանով գրածելնի surprise։ Երևի գրածը ուղակի surprise։ Չես հավատում ինքդ կարդա։ Այլի գրածը surprise։ Դուք երկու աղբեր վերջնականապես ցնդել եք։ Տվեք թե ես կկարդամ այդ նամակը։ Լավ, դու կարդացիք։ Surprise! Արա գազ կցանք։ Դալշե։ Հարգելի Կարագյոժյաններ, սույն նամակով շտապում ենք տեղեկացնել ձեզ, որ դուք դարձել եք Ձմեռ պապի համաշխարհային լոտոյի մասնակիցներ։ Մեր ընկերությունը ամեն տարի խաղարկություն է անցկացնում բոլոր երկրներում եւ ամեն երկրից մեկ ընտանիք շահում է իրավունք նամակ գրել Լապլանդիայում ապրող Սանտա Կլաուսին։ Նամակներում գրված ցանկությունները անպայման կկատարվեն Ձմեռ պապի կողմից։ Շնորհավորում ենք հարգանքներով Ձմեռ պապի լոտոյի ղեկավարություն։ Ոնց։ Փոստերին Ձմեռ պապի գոյություն ունի ու կկատարի իմ ցանկությունը։ Արամիկ Կարագյոզյան, քաղաք Երևան։ Գրել եմ նամակ Ձմեռ պապիկին եւ շահել եմ հեծանիվ։ Կարագյոժյան Վարդան քաղաք Արեշ։ Գրել եմ նամակ Ձմեռ պապիկին, շահել եմ Բենտլի։ Ջեմա Ոսկանովնա Լոշիկյան, քաղաք Երևան։ Գրել եմ Ձմեռ պապուն ու շահել եմ գրին քարտ։ Արդարա ժողովուրդ, արդարա։ Գրեք ու շահեք։ Արկադի Կարագյոժյան, քաղաք Երևան։ Գրել եմ նամակ Ձմեռ պապին ու շահել եմ Տետրիս։ Լավ էսի սարսուտա, նամակ Ձմեռ պապի, մեր ինչ տարիքն ես բաների հավատանք։ Ես համաձայն եմ։ Հաստատ ինչ-որ մեկը կայֆաված է լինում Պախանի, Մողեսի, Թագավորի ու Ֆունտիկի վրա։ 100%։ Նոր տարուց առաջ Ձմեռ պապու նամակ գրելը սուտ է, չի աշխատում։ Այ ընտրություններից առաջ դեպուտատին գրած նամակը իսկական հրաշքներ կարա անի։ Լավ հազարատ գործ կա ինչ Ձմեռ պապ, դրանք սաղ սուտի մուտի բաներ են։ Բարև ձեզ հարգելի Ձմեռ պապիկ։ Ուրախ եմ, որ դուք պատրաստ եք կատարել իմ ցանկությունը։ Բարև ձեզ հարգելի Ձմեռ պապի։ Սա կրկին ես եմ, Արկադի Կարագյոզյանը, որը գրել էր ձեզ նախորդ ամանորին եւ մնացած բոլոր ամանորների։ Ես որոշեցի, ահա թե ինչ խնդրել։ Բարև հարգելի Ձմեռ պապ, գրում են քեզ Վարդան Կարագյոզյանը բնիկ արեշցի։ Չմտածես, որ քեզ գրափառով եմ գրում, ուղղակի ես գրելուց տարասխալը շատ եմ անում։ Արես հեն իզուր գրեցի։ Իմ ցանկությունը կարող է մի քիչ չափից ավելի կթվա, բայց ոնց որ ասում են, մինչև քեզ նեղություն չտաս, մյուսներին լավություն չես անի։ Բայլուս թագավոր։ Արամիկ, ես ինչի ես էստեղ նստել։ Ձմեռ պապիկին եմ սպասում։ Իրան նամակ եմ գրել ու հիմա սպասում եմ երբ հանը վերես բերելու։ Կարող ա գիտես Ձմեռ պապին պիցայի առաքիչ հա։ Եթե դու նրան հավատում ես, դու պետք է իմանաս, որ նա ծխնելույզով է գալիս։ Ես ամեն ինչ հաշվարկել եմ։ Հեծանիվը չի տեղավորվի ծխնելույզի մեջ, ու այդ պատճառով ինքը դռնով է գալու։
Բարև ձեզ։ Դուք ձմեռ պապիկներին հավատում եք։ Այո, իհարկե հավատում ենք։ Դուք իմ հեծանիվը վերել եք։ Ոչ։ Մենք վերել ենք ճշմարիտ խոսքը, որը լույս կսփռի ձեր կյանքի մութ անկյունների վրա։ Բայց ես հեծանիվ էի ուզել։ Պապ, իրանք իսկական ձմեռ պապիներ չեն։ Ոչ, բալաս, սրանք իսկական ձմեռ պապիներ չեն։ Սրանք ձմեռ պապու վկաներն են։ Լավ, ոչինչ, ես կսպասեմ իսկական ձմեռ պապիկին։ Այս հաստատ ինքն է։ Վայ, ինձ էլ թվաց ձմեռ պապիկն է եկել։ Ես ձմեռ պապիկը չեմ, բայց նրանից ոչ պակաս առատաձեռն եմ։ Ներս մտեք։ Տարեք խոհանոց, զգուշ եղեք, թանկարժեք խմիչքները չջարդեք, ասիտրինան և ստերլիզը առանձին դրեք, ֆրանսիական գինիները պետք չէ դնել սառնարանը, իսկ մոսկովյան կանֆետները և խավիարը պարզապես դրեք սեղանին, զգուշ եղեք։ Մորքուր ջան, դե մեր փողն է դուր գնանք։ Եկեք ես ձեզ գումարը դրսում կտամ։ Աջիկ, Հասահապեր։ ես ինչ ես ճապոնական մուլտիկ դարել։ Այսինքան։ Մենակ բերանդ է շարժում, ինչ ա եղել։ Մաման ա եկել։ Ու ինչ։ Գնա խոհանոց կհասկանաս։ Ջեմա։ Ասա թագավոր։ Արա ես չեմ հասկանում, ես իմ տանը ճապոնական մուլտիպլիկացիայի փառատոն ա անցկացվում։ Արկադի, հենց շոկից դուրս գա Սարի խոհանոց։ Ջեմա, խոսա ինչ ես կարացել, Ջեմա։ Մամստեղ ինչ ա կատարվում։ Բոլորը իմ առատաձեռնությունից ցնցված են։ Այսինքն։ Ես որոշեցի ամանորի գիշերը ձեզ հետ անցկացնել և ուտեստներ գնեցի նոր տարվա սեղանի համար։ Ասիտրինը, ստերլետ, սև խավիար, թանկարժեք օղիներ, ֆրանսիական գինիներ, իռլանդական վիսկի, մոսկովյան կոնֆետներ և էկզոտիկ մրգեր։ Մի խոսքով այն ամենը, ինչ հարկավոր է նոր տարվա ճոխ սեղանի համար։ Լավ, ես հագնեմ իմ գոգնոցը և համեղ ուտեստներ պատրաստեմ նոր տարվա սեղանի համար։ Տարիրարամ, տարիրարամ, տարայրարիրամ։ Ես ինչ դժբախտություն եկավ մեր գլխին նոր տարվա դեմը, ես խեղճ կնիկը ինչի կժված։ Հիմա կարողա չի գժվել, կարողա իրոք ուզում է նոր տարին հարազատների հետ դիմավորել։ Աջիկ, մաման $4000 առևտուր արը, ու հիմա այդ ամեն ինչը իրա ձեռով պատրաստում է, եթե ուրիշ մոմենտ չկա, մաման հաստատ գժվել է։ Չէ, ջիգար, ճշտել եմ։ Այս երկու օրը ոչ մի ընտանեկան մրցույթ չկա, որ մենք պիտի մասնակցենք։ Ոչ մի մեռնող պապի չկա, որը ուզում է մեզ կտակից զրկի։ Ու ընդհանրապես ոչ մի բան չկա, ինչը կստիպի մամային բարյանալ։ Ապեր, ուրեմն մաման հաստատ գժվել է։ Տարիրարամ, տարիրարամ, տայրայ, ռարիրամ։ Խնդրեմ։ Այս ախր երեք լավ էր, եկավ, բոլորից չորեց, վիրավորեց,
Ու եթե չեմ սխալվում, քեզանից մի 50,000 փող պոկեց։ Դե ինչ, ես արդեն ավարտեցի իմ պատրաստելը։ Ջեմանստեք, ես ինքս կգցեմ սեղանը, ուղղակի ափսենները լվանալուց հետո։ Մամ ջան, ախր ինչի սես բան պտի էտդ պատայր։ Վարդան, Սեդան քանի տարեկան էր։ Պապար, ձմեր պապին իմ նվերը ուղարկել է։ Պապ նայի, ձմեր պապին կատարեց իր խոստումը, ինքը բերել է իմ հեծանիվը։ Սարկղը շարժվում է։ Մամա ջան։ Ձակուկներս ես այստեղ եմ։ Լավ, էլի մամ։ Jingle bells, jingle all the way։ Դե ինձ սիրելիներս, կարծում եմ 3 անգամ իսկ կգուշակեք, թե ով է թաքնված ձմեր պապիկի հագուստի տակ։ Սպասի գուշակեմ։ Գուշակեք ինձ արկայձի, գուշակեք ինձ 3 անգամ։ Մարադոնա, դու ես։ Այո, ես եմ։ Ես այստեղ եմ, որպես իրականացնեմ ձեր բոլորի երազանքներ ամանորյա։ Բայց դու որտե՞ց գիտես, մենք ինչ ամանորյա երազանքներ ունենք։ Ջեմա Ոսկանովնա, ամեն ինչ իր հերթականությամբ։ Սեսե, իմ ուղարկած գումարը բավարարեց, որպեսզի ամանորյա ճոխ սեղան պատրաստեք։ Իհարկե, Ժորժ։ Այսինքն $15,000 լրիվ բավարար է։ Դե ես ընդամենը 4,000-ն եմ ծախսել։ Այստեղ ես կխնդրեի մի հատ բոլորը լրեին և ես քար լրության մեջ անեի իմ կերպարին բնորոշ։ Ժիգար կներես, կարելի է այս անգամ ես քո հետ միասին անեմ քո կերպարին բնորոշ ազդանշանը։ Համեցեք։ Սեսե։ Ժորժ։ Լավ։ Դուք ձեր ամանորյա նամակներում գրել էիք ձեր երազանքները և ցանկությունները, ճիշտ է։ Իդեպ, լոտո ձմեր պապը իմ մտաղացումն էր։ Լավ, սկսենք Արամիկի նամակից։ Արամիկ, դուք ձեր նամակում հեծանիվ էիք խնդրել, ճիշտ է։ Այո։ Ձեր երազած հեծանիվը ձեզ սպասում է դռան ետևում։ Շնորհակալություն, Գյորգի, սա ինձ իմ երազած հեծանիվն է։ Խնդրեմ, Արամիկ, խնդրեմ։ Դե, հերթը Վարդանինն է։ Վարդան, եթե ես չեմ սխալվում, դուք ձեր նամակում Բենթլի էիք խնդրել, ճիշտ է։ Ժորժ, դու լուրջ պատրաստում ես Վարդանին Բենթլի նվիրել։ Սեսե, Վարդանը իսկապես հավատացել էր, որ ձմեր պապը նրան Բենթլի է բերելու։ Ես ինչպես կարող էի կոտրել նրա սիրտը։ Վարդան, Բենթլին պատշգամբի տակ ձեզ է սպասում։ Սև Բենթլի 19 ձույմանոց բանտաժներով կորսալուն Չիպտրոնիկ մերսի թագավոր։ Խնդրեմ Վարդանիչի համար։ Հլը մի րոպե, բա իմ երազանքի մոմենտով ինչ ես արել։ Ցավոք սրտի ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրության 4 դատվածություն ունեցող անձը չի կարող ստանալ գրին քարտ։ Բայց ես ձեզ համար ուրիշ նվեր եմ պատրաստել, Ջեմա Ոսկանովնա։ Ինչ նվեր, կրկին հաճելի դարձած մարդ։ Ես շատ թանկ դատապաշտպաններ եմ վարձել և նրանք կարողացել են բանտից ազատել ձեր եղբորը։ Նա վաղը կվերադառնա։ Դրա նվերը ո՞րն է։ Դրան մի շաբաթի ծերի կբռնեն ու կնստացնեն։ Լավ, դե ինչ մնաց վերջին նամակը։
Այնինչ խնդրել էր Արկադին։ Ահա ձեր Տետրիս Արկադին Անձիկ դու իմը հասկացա, չի ինչ եմ ես հեսկա ժամանակ կեզ ասում, արա ոնց եմ ես կեզ անին զազվում։ Վիշտապեկ Վարդան, միգուցե այս Տետրիս Արկադին ավելի շատ երջանկություն կպարգևի կամ Բենտլին։ Սուվոր։ Սանդել ես այ բմբլահան, իհարկե Բենտլին ինձ ավելի շատ երջանկություն կպարգևեր, քան Տետրիսը։ Ուղղակի ես մտածեցի, որ Ձմեռ պապին դժվար ինձ Բենտլի նվիրի։ Դրա համար Արկադի պետք է հավատալ հրաշքներին։ Իսկ հիմա ես ուզում եմ շնորհավորել բոլորի։ Մի վարքյան, Միրզոյան ջան։ Շնորհավորանքները թող մնան ժամը 12-ին։ Սիրելի ընտանիքի անդամներ, Ջեմմա, ավարտվեց 2012 թվականը։ Այս տարին լի էր իրադարձություններով, նվաճումներով, հաղթանակներով և ինչու չէ նաև ներով։ Բայց չնայած ամեն ինչին, մենք հույսով լցված նայում ենք դեպի 2013 թվականը։ Ես խոս տանում եմ դες, որ 2013 թվականը լինելու է լիության և բարեկեցության տարի։ Միասին մենք կարող ենք պայծառ ապագա ստեղծել նախկին Մայիսիկի և Արամիկի համար։ Ես համոզված եմ, որ գալիք տարվա մեջ մենք իրոք կսովորենք հարգել մեր ծնողներին և կազատվենք անարժաններ պիտակից։ Մենք կբարձրացնենք աշխատավարձները, Ջեմմա, և միասին կհաղթենք աղքատությունը, Արձիկ։ Դե ինչ, շնորհավոր նոր 2013 թվական։ Խոզի բուտ, չարազ, թթյարախ, սաղըլենք, խոզի բուտ, ստալիշնի, թթյարախ, սաղըլենք, խոզի բուտ, չարազ, թթյարախ, միա թեշտը բերեք։ Ու նոր տարին վերջանմա հենց է թեշտի մեջ, միատ մեծ, խոլեստերինով ու կալորյաներով հարուստ, մեգա բլայով։